Քուշադասի նավահանգստում ենք, Քուշադասի թուրքերեն նշանակում է թրջունների կղզի, անվանումը ծագել է մոտակա աղավնիների կղզուց, որը փոքրիկ կղզի է, որ միացված է ճանապարհով Քուշադասիին։ Դուրս եկանք, միանգամից այս տեղել դիմացը մի հատ ուրիշ նավ է կանգնած ու մենք գնում ենք առաջ։ Հանգիստ կարելի է նավից դուրս գալ, քաղաքը ման գալ, ինչքան հասկացած տեղ։ Մնաց մեզ 5 օր ճանապարհորդության։ Թռավ ամիսը։ 80 օր աշխարհի շուրջը թռավ։ Մնաց 5 օր։ Բայց ասեմ, այս 5 օրը լավ հագեցած օրեր են։ Հենց Քուշադասի նավահանգստից խմբով տաքսի վերցրեցինք ու եկանք մի հատ շատ հետաքրքիր մի տեղ։ Ենթադրվում է, որ Հովհաննես Մկրտիչը եւ Հիսուսի մայրը Մարիամը իրենց բնակավայրը հաստատել են մոտակա Էֆեսոսում եւ մենք եկանք հենց այնտեղը, որտեղ ապրել է Քրիստոսի մայրը Մարիամը։ Հենց այս վայրը համարվում է այնտեղ, որտեղ Հիսուսի մայրը Կույս Մարիամը անցկացրել է իր վերջին տարիները եւ այն դարձել է ուխտագնացության վայր աշխարհի տարբեր ծայրերից եկած քրիստոնյաների համար։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն Հիսուս Քրիստոսի խաչելիությունից հետո Հովհաննես առաքյալը Մարիամին տարել է Էֆեսոս անվտանգության համար։ Ենթադրվում է, որ Մարիամը կյանքի վերջին տարիներին ապրել է Բլբուլ կոչվող լեռան վրա այս փոքրիկ քարե տանը։ Սա Քրիստոսի մոր արձանն է, որ կանգնեցված է այս մոտակայքում։ Այս էլ կողքի ցուցատախտակներն էին, անունը գրված է, եւ կողքը մենք նկարվեցինք։ Վերեցին մեստը։ Մի փոքր հերթ կար, երբ որ մտնել ուզեցանք, ինձ թվում է այստեղ միշտ հերթեր կան, բայց նորմալ հերթ էր, բայց ամենակարևորը, որ մեջը նկարել չթողեցին։ Ոչ մի տարբերակ չկար նկարելու, որտեղ փոքր տարածություններ ու մեջը շատ խստորեն հսկում էին, որ ոչ մի տեսախցիկ չլինի, ոչ մի ձևով մարդիկ չկարողանան նկարել, թեև ինտերնետում կա այս մի քանի նկարներ գտա կդնեմ ստեղ։ Can you see the red bricks? Yeah. Ես մի քանի նկարներ գտա ինտերնետից դրեցի, շենքը ավելի շատ փոքրիկ եկեղեցու նման էր, Հռոմի պապերից Պողոս 6-րդը առաջին պապն էր, որ այցելեց այս վայրը 1060 թվականին, ավելի ուշ 1080 թվականին իր այցելության ժամանակ Հովհաննես Պողոս II պապը հայտարարեց, որ Կույս Մարիամի սրբավայրը քրիստոնյաների համար ուխտատեղի է, բայց այստեղ այցելում են նաև մուսուլմաններ, որոնք Մարիամին ճանաչում են իրենց մարգարեներից մեկի մայրը, եւ ամեն տարի այստեղ Սուրբ Մարիամի վերապխման ժամանակ արարողություն է կատարվում։ Նոմեր են վառում։ Այստեղ մոմեր վառելու եւ մաղթանքներ անելու տեղ է։ Այստեղ երևի ամեն մեկը ինչ-որ նպատակ է դնում, մի բան կապում է, ոնց որ շատ սրբավայրերում է ընդունված։ Շրջապատի պատի վրա հազարավոր ուխտավորների կողմից թողնված անձնական խնդրանքներով գրություններ են եւ տարին մեկ անգամ այս գրությունները հանվում եւ այրում են։ Հետ գնալու ճանապարհին մենք կանգնեցինք այստեղ, որովհետեւ վերևից շատ սիրուն տեսարան էր բացվում դեպի հնագույն ամֆիթեատրը,
Մեքենան կանգնեց, բոլորս իջանք ու պատկերացրեք ինչ լավ երևում է նկարի մեջ նույնիսկ։ Ճանապարհին մեկ ուրիշ մեծ հսկա ոսկեգույն արձան կար, էլի կույս Մայրամին նվիրված։ Այս կույս Մայրամի մեծ արձանը ոսկեզոտ տեղադրվել է բավականին արդեն ուշ 1996 թվականին Սելջուկի քաղաքապետի կողմից ուշադրությունը սրբազան վայրի վրա գրավելու համար։ Quick. Whee! You got a good